Ունենք գործարարներ, հատկապես ՔՊ-ից, որոնք հաճույքով կաշխատեն թուրքերի հետ։ Իրենց համար մեկ է։ ՔՊ աջակից արտիստներ կան, որ երազում են Զեյնաբ Խանլարովաների հետ ազերական դուետ կատարել։ Նիկոլին տանեկան կայքի սիրելի հյուրն են։ Նիկոլի կինն է առավոտից Իրիկուն Էրդողանի գիրքը գովազդում, որ էլի մտածում ես այդ 5000 երեխեներ խանգարում ձեզ, թե ազատ Արցախը։ Կարճ ասած, հարևանների հետ այո, պետք է համագործակցել, խաղաղ լինել, բայց ընդամենը 5 տարի առաջ մեր 18-20 տարեկան եղբայրները մի վայրկյանում մոխրանում էին հենց թուրքական բայրակթարների տակ։ Ընդամենը 5 տարի հետո դու ամեն ինչով ցույց ես տալիս, որ վտանգ չես իրենց համար, բայց իրենք ապացուցում են, որ քեզ համար կենսական վտանգ են, համ կոտորել են, համ պահանջներ են դնում, սրանք էլ կատարում են։ Դրա համար է, որ այսօրվա իշխանավորներին ժողովուրդը անվանում է թուրքական գործակալ, ազգի դավաճան։ Շատերի կարծիքով թուրքերը վաղուց են ներդրված Հայաստանում։ Թուրքերը մեր երկրում ներդրված են իրենց աջակիցներով, իրենց գործակալներով, իրենց գործարարներով աջակից, փողով, ու այսօր շատ-շատերի մոտ կասկածներ կան, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը հենց թուրքական ներդրում է։